Թողնյալ ինի մեր Տերը ժողովուրդ ջան։ Ամեն։ Իրանի իրականում, Իրանի նրան, որ Տիրոջ համար է եկել, այս վայրը։ Չի եկել, որովհետև այսօր կիրակի է, չի եկել, որ այսօր ասենք Սամվելին տենա կամ չգիտեմ, Հովհաննեսին տենա, ինչ որ մեկին տենա։ Եթե խականջները հոգու կանչը լսում են, Աստծո սերը քեզ ստիպում է, որ դու գնաս իր մոտ։ Մարդ ընդհանրապես ինչ անում, ինչ որ սիրում է, չէ՞։ Ինչ որ չի սիրում, դա զորով մեկ անի, երկու անի, երրորդ անգամ չի անի։ Բայց ինչը որ սիրում է, Եգիպտի անի։ Ժողովուրդ ջան։ Հիմա եղբայրները խոսում են երկու այդ հարաբերական բաների մասին, չի ասենք ասում եմ, մարդիկ ման են գալիս այդ ճշմարտությունը, Գագիկ աղբերս հիշեցրեց, Արմենից էլ ասեց, որ մենք Աստծո որդիներ ենք, ես ասում եմ այո եւ ամեն։ Ուղղակի մարդիկ ճիշտն էին փնտրում, բայց ոչ ճշմարտությունը։ Ճշմարտություն փնտրողը գտնում է ճշմարտություն, իսկ ճիշտը մարդու սահմանափակ տեսադաշտն է իր ցանկությունների ինչով պլազմայով, այսինքն ինչքան այն գտնում է դի որ ճիշտ է, որը որ սիրում ես, մոնակ ճիշտ է, այսեցում աղբեր ջան, բագրոս քաշեմ։ Այդքան գողնամ, այդքան ստեմ։ Ասում ես խի ասում դե որ չխափեմ աղբեր ոնց պետք է տունս պահեմ։ Այսինքն նայում այսօրվա վիճակին երկրի ու նայում որ իրականում 90% եթե ոչ ավել, եթե չխափեն, չեն կարա տուն պահեն։ Պետք է խափի։ Ինքն ասում է, «Բար աղբեր, դե սա անում է, ես պետք է անեմ»։ Բայց ոչ չանեմ։ Հիմա կարդաց, ամբարիշտների խորհրդում ես չի կենար։ Ի՞նչն է քեզ ստիպում, որ դուրս գաս այդտեղից։ Մարմինը թե հոգին։ Ոնց ենք նայում։ Օրինակ գրված գիրը կսպանե, հոգին կապրեցնե։ Այսօր շատ հարաբերություններ, օրինակ ասենք ճանապարհից գալիս եմ չեմ դատում։ Դե գրած է ինչ թագավորություն։ Սքո սրա։ Սքո սրանն էլ է։ Թագավորության սրա։ Հա, թագավորության սրա, դե Երանի թե սքան, որ սքան Տիրոջը գտնեն։ Հիմա այստեղ ասում Սքո սրա։ Հա։ Ասում եթե օրինակ նայում ենք հերոսներին ավետարանի մեջ, մի հերոս չկա, որ հանդիպեր Տիրոջը, ելներ պարեր, ուրախանար, ցնցար կամ չգիտեմ ինչ աներ։ Ինչ էր անում, ողբում է, կամ խելքը գլխից երթում է, այսինքն ուշքն երթում է, կամ էլ լացում է ողբալով, որ հանդիպել է Տիրոջը։ Ինչի մարա ողբում։ Նայում Աստծո սրբությանը, նայում իր վիճակին, ասում է, ինչ վիճակ ունեմ ես։ Հիմա մինչև հոգին, այդ խոսքը, որ աղբերս ասեց Արմենը, այդ մարդիկ այդ ժամանակ, եթե Արմենը ելներ որպես տղա խոսար, ոնց որ ինքը այն ժամանակ, կներես այդ բառի համար Արմեն ջան, ոնց որ տղա խոսար ապե, գիտեք, ապե, ոչ մեկը չէր լսելու էդին։ Նորից այդ չանգալների ձենն էր գալու, դանակների ձենն էր, երկու խոսային, Արմենի ասածն մեկից քիչ կմտներ, դից դուրս կգար։ Բայց երբ որ հոգով է խոսած է, այդ ամբողջ դաշտը Սուրբ Հոգին գրավել է։ Եվ նրանք ովքեր որ իրաց սիրտը ոչ թե ականջը սիրտը բացել են, դեր այնտեղ գործ արել ժողովուրդ ջան։ Իսկ Աստված ոչ մեկի մեռնել է չի լսում։ Հիմա դեռ գիրը նորից եմ հիշեցնում, կսպանե։ Եղբայրն ասում, ասենք մարդ կա, այս Սուրբ Գիրքը անգիր գիտի։ Չեմ ասում լրիվ անգիր, բայց որոշակի տեղեր գիտի։ Նորը մենք այդ զրուցում ենք, եկել ասում եմ, տղա ջան, կարդացել ես։ Հա, ասում եմ, կարդացել եմ մի անգամ այդ Աստվածաշունչը, այդ Աստվածաշունչը, անեց առհամարական ասեց, վիրավորով ասեց, նա։ Ասի, բա հետո։ Ես բոլ է, հետո բոլ ասում եմ, գիտեմ։ Հիմա այս ժողովուրդ ջան, ասում եմ, որպես ինչ ես կարդացել, որպես կյանքի խոսք, որ այն քո հոգին կերակրել է, թե իմացություն, դες որպես որ իմանամ էլի, որպես գիտություն եմ կարդացել, ասում եմ, դա գիտություն չի, բալա ջան, նախ գիտությունների գիտությունն է, բայց իր նույնիսկ ոչ թե խոսքը դե մի կետը ամբողջ դիեզերքից ավելին է։ Այն որ կետ ա դրած ընդ է, դա հենց այնպես դրած չի։ Չէ ասում եմ, մենք իմաստուն ցեղենք, մեր ժողովուրդը ասում են, ասում այդ ինչ իմաստուն եք, որ այդ ձեր տամեջքանը իմաստուն կա, ասում եմ, բայ քուրս փաստատու է։ Ես նայում եմ մեդեսին։ Հիմա եղբայրս իջացած պրոֆեսորներ կան, շատ խելացի մարդիկ կան երկրագնդի վրա, որոնք մեծ բաներ են արել, բայց Աստծուն չեն ճանաչել ժողովուրդ ջան։
իրանց անվան, իրանց փառքի, սկսենք Պլատոնից, Արիստոտելից, Կանտից, Հեգելից, սկսենք Ցիցերոնից, սկսենք բոլոր ինչքան մարդ գիտեք այդ մեծ գրողներ յանիմ թե որ հանրաճանաչեն հռչակումներ ունեն, նրանք Աստծուն չեն ճանաչել։ Վերցրել են իմացությունն ու իմաստությունը, սեփականաշնորհել են, իրաց գրքի տակ կամ վրան գրել են այս ինչան, այս ինչ, որ դա իրանցն է, բայց եղբայր հիշեցեց, եթե մեկը դաժե մեխ է վերցնում, որ մխի, իրոջ ողորմությունն է, որ այդ չակուճը ձեռն չի հետում, այդ շնորհքը տվել է, որ ինչ անի, խփի, որտեղ գրված է ով Սողոմոն, երբ որ դու տաճարը կսարքես, այս ինչ ցեղի մեջ կեթաս, այնտեղ շնորհալի մարդիկ կան, դրանց կբերես, որ այդ եկեղեցին ինչ անի, սարքի, հիմա այստեղ անշնորհ մարդ չկա, գիտեք, բոլորը շնորհալիներ են, որտեղ Աստծո շնորհքը բավարարում է ամեն մեկին մի բան տա։ Պարտադիր չի բոլորը նույն բանը անեն։ Եթե բոլորը կան սվաղ անեն, բա դուռը պետք է կախի։ Եթե բոլորը դուռը կախեն, կրիշը պետք է կապի։ Հեն ժողովուրդ ջան։ Մեզ թվում է սա պետք է խոմենք հեռու մեզանից բանը մեն ինգուպարի ճուտիկներ չենք, այլ սա նույն ձևի սենց ելնենք, ձևերից ու նույն ձևի քայլենք կամ մի բան անենք, նույն ձևի մտածենք։ Հոգին մեզ ձևավորում է, ես ուզում եմ այդ իդեղ կարդամ ժողովուրդ ջան, շատ օրհնյալ տեղ է, որտեղ կոտորած ասպասքում եղբայրը հիշեցրեց Արմենը։ Ես խորը համոզված եմ ամեն մեկս էլ տեսնում ենք սա, որ ես չի ասի օրեցօր այլ վարկյան մեծ ահավոր պատասխան է գալիս, վերջն է գալիս։ Այդքան որ խոսել են մարդիկ այդ վերջի մասին, այդ վերջը եկել է ժողովուրդ չեն տեսնում մարդիկ։ Ասես կեղծավորն է, եթե տեսնում եք արևմուտքը, որ ինչ կլինի, կարմիր կլինի, կարմրած է, ասում եք վաղանձե, չի գա։ Երկնքի գործեր է, ասում է, երկնքի գործերը քնել գիտեք, բայց մա չեք տենում այդքան ժամանակ, այդքան նշաններ կա չեք տենում, որ իմ գալուստս մոտ է, Դադաստանը մոտ է։ Ասում եմ ձեզ, մոտեցել է։ Հիսուսն ասեց, Պողոս Արաքյանն ասեց, ինչ ասեց, խավարն անցել է, լույսը մոտեցել է։ Խավարը արդեն անցել է։ Եթե 2000 տարի առաջ անցել էր գրվում սրա մասին, ինչ է կարծում այսօր, որ չափ ավելի։ Եվ այսօր մարդը իր սիրտը չի ուզում ուղի, ամեն ինչ ուզում է ուղի, բայց սիրտը չի ուզում ուղի։ Գիտեք, հետաքրքիր է։ Մարդը կարա կեցված կընդունի, հոգևոր շորեր հագնի, պուպուշ խոնար խոսա, քույրիկ ջան, եղբայր ջան, տես խոսա, այն արտաքին բաները չանի, բայց սիրտը ուղղած չլինի Աստծո առաջին։ Իսկ Աստված եղբայրը հիշեցրեց, քո մարմինը այդ նեղած փտած ներողություն ես բառից համար, ինն էլ հետը, իրան պետք չի։ Այս մարմինը դրա համար է փոխում Տերը, որտեղ այս մարմինը մարող մինն է, մեռնող, մարող, հանգչող մեկն է։ Եվ Աստված ողորմություն է անում, որ դա փոխի, քեզի նոր մարմին ակցինի։ Հիմա ասում եմ, եթե դու իմ Աստծո որդին ես, իմ որդին ես, արի ես քեզ կտամ մի նոր մարմին, անապական, հավիտենական, հավերժական, մեծ եւ մնայուն։ Կա երկրային մարմին, կա երկնային մարմին։ Հիմա ես հավատում եմ, ես ուրախանում եմ, որ մեկն էլ է այդում երկինք, ոչ թե ողբ եմ անում, լաց եմ անում։ Ողբ անումն է, որ հավիտյան կորցնում է այդ անձին։ Հերու ձեզանից, ձեր բարեկամներից, դրա համար մեր լացը պետք է ավելի շատ լինի, որ մեր ցեղի մեջ, մեր ազգի մեջ, մեր տեղի մեջ մեկը դրսից հանգարց չծեծի տապանի դուռը բրկության ժողովուրդ ջան։ Իրականում սա լուրջ խնդիր է։ Շատ լուրջ խնդիր է։ Եվ ստե ինչ ասում 18-րդ գլխի մեջ կոտորածեն առաջ մարդու սիրտը կհպարտանա, բայց փառքին առջևեն խոնարհությունը կերտա։ Տեսեք, մարդը ցանկացած ժամանակ իմի չի ուզում, չէ՞ չի ուզում բերի Տիրոջը, չաս բանդեղ ես եմ թակավորում։ Եթե դու թակավորում ես, ինչ ես կարծում, հիշեցրեցին, Տերը զորով գալու է նստել գահի վրա, այդպես բան չկա, գիտեք ժողովուրդ ջան, չկա այդպես բան։ Ես ուշադիր լսում եմ աղբերներ այս խոսքը։ Գիտեք, ասում պետք չեն ճարտարախոսներ, փիլիսոփաներ, հռչակավոր խոսողներ, վարդապետներ, գիտեք, եմ ասում էդի բարի չի, լավ չի, բայց անկեղծ սիրտը, այս սիրտը, ջոնամ, այ
բայց փառքի արժևեն խոնարհությունը կերտա։ Երբ որ մարդը խոնարհվում է, անկեղծ կանգնում է այս վայրը, թեկուզ 2 բառ, թեկուզ 10 րոպե, թեկուզ 5 րոպե, ինչ որ կլինի խոսում է, սրտից, ամբողջ սրտից է խոսում անկեղծությամբ, Աստված այդ խոսքի մեջ դնում է իր զորությունը։ Մարդը ինչ ասում ամենաշատը, որ իր դիմացին անկեղծ լինի, չէ՞։ Դուք ուզես քեզի խաբեն ցանկացած բարագայի մեջ։ Կնիկդ քեզ խաբի, մարդը խաբի, նախագահը խաբի, հարևանը խաբի, ինգերդ խաբի, երեխեդ խաբի, դու խաբես։ Իսկ այսօր ասում եմ դուք մեղքը ջրի նման խմում եք, ասում է Տերը։ Այսօր ամբողջ մարդկությունը նայեք։ Ես մի ժամանակ այնքան էի խաբում, ես իմ խաբածին հավատում էի։ Այնպես վերտոզ էի խաբում, ես էլ էի հավատում իմ խաբածին։ Այսեք ուր ենք հասել։ Այդ ամեն մեկի կյանքի մեջ եղել է։ Գիտեք ժողովուրդ ջան։ Եվ Աստված սա իմանալով ասում է. դարձիր ինձ, ու ես քեզ պիտի ընդունեմ։ Ու քո արածները քո երեսով չպիտի տամ, ասում է Տերը։ Քո արածները քո երեսով չպիտի տամ, իր անունը փառավորի ժողովուրդ ջան։